1989 թվականի օգոստոսի 20 Beverly Hills 911 ծառայությունը ստանում է զանգ։ What's the problem? Հեռախոսի մյուս կողմում երիտասարդ տղայի խուճապահար ձայններ։ Someone killed my parents. Pardon me? Նա ծանր էր շնչում, բառերը խառնվում էին իրար, իսկ օպերատորը մի քանի անգամ ստիպված էր խնդրել հանգստանալ։ Mom and Dad. Զանգահարողը Էրիկ Մենենդեսն էր։ Նա իր եղբոր Լայլի հետ նոր էր վերադարձել տուն։ Տան ներսում նրան սպասում էր մի տեսարան, որն իր դաժանությամբ նույնիսկ փորձառու դետեկտիվներին էր շոկի ենթարկել։ Խոսե եւ Քիթի Մենենդեսները գնդակահարված էին որսորդական հրացաններից, մոտ տարածությունից։ Մի քանի կրակոց արձակված էր զոհերի գլխին։ What happened? Զանգի մեջ լսվում էր լաց, խուճապ, անկառավարելի գոռոցներ, բայց արդյոք սա իսկական սարսափ էր։ Այդ պահին դեռ ոչ ոք չէր հասկանում, որ այս զանգը մի օր դառնալու է Ամերիկայի ամենասկանդալային քրեական պատմության խորհրդանիշը, որովհետև շատ շուտով Մենենդես եղբայրները հայտարարելու էին, որ տարիներ շարունակ նրանք ապրել են բռնության եւ տոտալ վախի մթնոլորտում։ It would be something that would be a nice dream. Ոմանք նրանց տեսնելու էին որպես սառնասիրտ մարդասպանների, մյուսները որպես մարդկանց, որոնք ամբողջ կյանքում փորձել էին փրկվել սեփական ընտանիքից։ Այսօրվա մեր պատմությունը ուղղակի դաժան կրկնակի սպանության պատմություն չէ։ Սա պատմություն է փողի, ստի եւ ընտանեկան գաղտնիքների մասին։ Սա Մենենդես եղբայրների պատմությունն է։ «1989 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան Beverly Hills-ը ապրում էր իր սովորական խաղաղ կյանքով։ Թանկարժեք ռեստորաններ, շքեղ առանձնատներ, հանգիստ փողոցներ, ամեն ինչ կարծես սովորական կիրակնօրյա երեկո լիներ։ Այդ փակ ու ապահով թվացող թաղամասի առանձնատներից մեկում այդ պահին գտնվում էին Խոսե եւ Քիթի Մենենդեսները։ Մոտավորապես երեկոյան 10-ի կողմերը 911 ծառայություն զանգ է ստացվում։ Հեռախոսի մյուս կողմում երիտասարդ տղա էր, որը խուճապի մեջ կրկնում էր, որ իր ծնողներին սպանել են։ Մի քանի րոպե անց ոստիկանները հասնում են Մենենդեսների առանձնատուն, North Elm Drive-ում, եւ հենց առաջին պահից պարզ է դառնում, որ սա սովորական հանցագործություն չէ։ Խոսեի եւ Քիթի մարմինները գտնվում էին հյուրասենյակում, հեռուստացույցի դիմաց։ Երկուսն էլ դաժանորեն գնդակահարվել էին 12 տրամաչափի որսորդական հրացաններից, մոտ տարածությունից։ Ըստ ոստիկանների հանցագործության տեսարանը ավելի շատ հիշեցնում էր ցուցադրական մահապատիժ, քան կենցաղային հանցագործություն։ Խոսե Մենենդեսի վրա կրակել էին 6 անգամ։ Կրակոցներից մեկը գլխի հատվածում էր։ Նա մահացել էր տեղում։ Քիթի Մենենդեսը ստացել էր 10 կրակոց։ Ըստ քննիչների առաջին կրակոցներից հետո նա դեռ կենդանի էր եղել եւ փորձել էր սողալ դեպի դուռը, բայց հարձակվողները մոտեցել էին ու շարունակել կրակել արդեն մոտ տարածությունից։ Հանցագործության կրակոցների քանակը ցույց էր տալիս, որ հանցագործները գործել էին ծայրահեղ դաժանությամբ։ I think Jose Menendez was shot in the back of the head while asleep. And the mother didn't die right away. She got up to run. Քննիչներն անմիջապես ուշադրություն դարձրեցին մի քանի կարևոր մանրամասների։ Տունը թալանված չէր։ Հանցագործները չէին փորձել թաքցնել հետքերը կամ բեմադրել կողոպուտ։ Ամեն ինչ ցույց էր տալիս, որ սպանությունը կատարվել էր նպատակային եւ նախապես պլանավորված։ Ոստիկանության առաջին վարկածներից մեկը պրոֆեսիոնալ հաշվեհարդարն էր։ Այդ վարկածը բավականին տրամաբանական էր թվում։ Խոսե Մենենդեսը ազդեցիկ մարդ էր մեդիա ինդուստրիայում։ 80-ականների վերջին Լոս Անջելեսը վաղուց արդեն ասոցացվում էր ոչ միայն շքեղության եւ Հոլիվուդի հետ, այլ նաեւ թմրանյութերի, ստվերային գործարքների եւ մաֆիայի հետ։ Կրկնակի սպանության լուրը շատ արագ տարածվեց ամբողջ Ամերիկայում։ Լրատվամիջոցները սա որակում էին որպես Beverly Hills-ում երբևէ տեղի ունեցած ամենադաժան հանցագործություն։ Ոստիկանությունը սկզբում համոզված էր, որ սա պատվիրված սպանություն է, կապված մեծ փողերի, բիզնեսի կամ վտանգավոր կապերի հետ։ Քննիչները փնտրում էին արտաքին թշնամիների, բայց այդ պահին դեռ ոչ ոք չէր հասկանում, որ այս գործը շատ ավելի բարդ ու շոկային ուղղությամբ է գնալու։
Որպեսզի հասկանանք, թե ինչու Մենենդեսների սպանությունը նման ցնցում առաջացրեց, պետք է նախ հասկանալ, թե ովքեր էին այս մարդիկ։ Արտաքինից Մենենդեսների ընտանիքը կարծես 80-ականների ամերիկյան երազանքի կատարյալ մարմնավորում լիներ։ Խոսե Մենենդեսը ծնվել էր Կուբայում եւ Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունից հետո տեղափոխվել ԱՄՆ։ Ինչպես շատ կուբացի ներգաղթյալներ, նա Ամերիկա էր եկել գրեթե առանց փողի եւ շատ արագ հասկացել, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը խիստ կարգապահությունն ու մշտական մրցակցությունն է։ Խոսեն գերազանց ավարտում է համալսարանը եւ սկսում կարիերա կառուցել կորպորատիվ բիզնեսում։ 70-ից 80-ականներին Խոսե Մենենդեսը արագ առաջ է գնում ամերիկյան խոշոր բիզնեսում։ Նա աշխատել էր Hertz-ում, հետո PepsiCo-ում, իսկ ավելի ուշ անցավ կինոինդուստրիա։ Ժամանակի ընթացքում նա դարձավ Carolco Pictures ընկերության ղեկավարներից մեկը, որը այդ տարիներին աշխատում էր հայտնի հոլիվուդյան ֆիլմերի վրա, ինչպես Rambo, Terminator եւ Basic Instinct։ Խոսեի իրական կարիերայի վերելքը սկսվում է տնային վիդեոյի վերելքի ժամանակաշրջանում։ 80-ականների կեսերին VHS տեսաժապավենների շուկան Ամերիկայում հսկայական գումարներ էր բերում, իսկ ստուդիաներն ու մեդիա ընկերությունները բառացիորեն պայքարում էին այդ ոլորտի վերահսկողության համար։ Արդյունքում Խոսե Մենենդեսը միանում է RCA Records-ի ղեկավարությանը, օգնում ընկերությանը դուրս գալ ճգնաժամից, իսկ ավելի ուշ այն վերակազմավորվում է Live Entertainment-ի տեսաժապավենների արտադրող խոշորագույն ընկերություններից մեկին։ 80-ականների վերջում Խոսե Մենենդեսը արդեն հայտնի էր որպես շատ կոշտ ու վերահսկող ղեկավար։ Նա պահանջում էր կատարյալ արդյունք, չէր ընդունում թուլությունը եւ հավատում էր, որ ճնշումը ուժեղացնում է աշխատակիցներին։ Ժամանակի ընթացքում նույն մոտեցումը նա սկսեց կիրառել նաև իր ընտանիքում։ You must have projections for down the road what you're expecting to make at some point. We think 1989 will be a tremendous year. Մենենդեսները ապրում էին Beverly Hills-ի իրենց շքեղ առանձնատանը։ Թանկարժեք մեքենաներ, էլիտար դպրոցներ, թենիսի կորտեր, ճանապարհորդություններ եւ կապեր շոու բիզնեսում։ Այս ամենը նրանց կյանքի սովորական մասն էր։ Շրջապատի համար ընտանիքը հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ 80-ականների հաջողակ ամերիկյան ընտանիքը։ Խոսեն հատկապես խիստ էր իր որդիների՝ Լայլի եւ Էրիկի նկատմամբ։ Նա ուզում էր, որ նրանք միշտ լինեն լավագույնը՝ ուսման մեջ, սպորտում եւ կյանքում։ Եղբայրները սովորում էին հեղինակավոր դպրոցներում, զբաղվում թենիսով եւ մեծանում մշտական վերահսկողության տակ։ Շատերը հետո հիշում էին, որ Խոսեն շատ ծանր էր արձագանքում նույնիսկ փոքր անհաջողություններին։ Բայց դրսից այս ընտանիքը այլ տեսք ուներ։ Փակ կյանքով ապրող մարդիկ, որոնք հազվադեպ էին ուրիշներին մոտ թողնում իրենց անձնական աշխարհ։ Այդ պատճառով էլ Խոսե եւ Քիթի Մենենդեսների սպանությունը սկզբում բոլորի համար թվում էր անբացատրելի ու շոկային հանցագործություն։ Սպանությունից հետո առաջին շաբաթներին քննիչները գրեթե համոզված էին, որ գործ ունեն պրոֆեսիոնալ հաշվեհարդարի հետ։ Հանցագործությունը չափազանց դաժան էր, մարդասպանները գործել էին շատ վստահ, իսկ Խոսե Մենենդեսը չափազանց ազդեցիկ մարդ էր եւ կենցաղային կոնֆլիկտը որպես տարբերակ ի սկզբանե բացառվեց։ Գործը քննում էին Beverly Hills-ի ոստիկանությունն ու Los Angeles-ի ոստիկանության դետեկտիվները։ Նրանք սկսեցին ուսումնասիրել Խոսե Մենենդեսի կյանքի վերջին օրերը, ստուգելով բիզնես կապերը, հեռախոսազանգերը, ֆինանսական փաստաթղթերը եւ հնարավոր հակամարտությունները։ 80-ականների վերջին ժամանցային մեդիա ինդուստրիան համարվում էր չափազանց կոշտ ու մրցակցային աշխարհ, որտեղ պտտվում էին հսկայական գումարներ։ Քննիչները շատ արագ հասկանում են, որ այդ տարիների ընթացքում Խոսե Մենենդեսը հասցրել էր ձեռք բերել բավական շատ թշնամիներ։ Որոշ գործընկերներ ու նախկին աշխատակիցներ նրան նկարագրում էին որպես շատ կոնֆլիկտային ղեկավարի։ Ոստիկանությունը սկսեց ստուգել ֆինանսական վեճերի, բիզնես հակամարտությունների եւ նույնիսկ հնարավոր վրեժխնդրության վարկածները։ Զուգահեռաբար պատվերով սպանության վարկածը ակտիվորեն քննարկվում էր նաեւ մեդիա դաշտում։ Ամերիկյան հեռուստաալիքները պատմում էին Խոսեի կարիերայի, նրա ազդեցության եւ շոու բիզնեսի աշխարհի մասին, որտեղ մեծ փողերն ու հանցավորությունը հաճախ խառնվում էին իրար։ Իսկ սպանության ձևը որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ կրակոցներ եւ ծայրահեղ դաժանություն ավելի շատ հիշեցնում էր ցուցադրական հաշվեհարդար։ Քննիչները ստուգում էին նաև կազմակերպված հանցավորության հետ կապված վարկածները եւ փորձում հասկանալ, արդյոք Խոսեն մահից առաջ սպառնալիքներ ստացել էր թե ոչ։ Բայց ժամանակի ընթացքում քննությունը սկսեց մտնել փակուղի։ Չկային ոչ իրական կասկածյաններ, ոչ վկաներ, ոչ էլ ապացույցներ։
Մինչ ոստիկանությունը շարունակում էր սպանությունը կապել մաֆիայի կամ բիզնես հակամարտությունների հետ, լրագրողների ուշադրությունը աստիճանաբար տեղափոխվում է Մենենդես եղբայրների վրա։ Շատ արագ Լայլն ու Էրիկը դառնում են այս պատմության ամենաքննարկվող դեմքերը։ Սպանության պահին Լայլը 21 տարեկան էր, Էրիկը 18։ Երկուսն էլ մեծացել էին հարուստ ընտանիքում եւ մանկուց գտնվել հոր խիստ վերահսկողության տակ։ Լայլը սովորել էր Փրինսթոնում, բայց ավելի ուշ հեռացել էր քոլեջից։ Էրիկը պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր մեծ թենիսով եւ համարվում էր խոստումնալից երիտասարդ մարզիկ։ Ծնողների հուղարկավորության ժամանակ եղբայրները բոլորի վրա ծանուր կորուստ ապրած որդիների տպավորություն էին թողնում։ Շատերի համար նրանք թվում էին սովորական երիտասարդներ, որոնք փորձում էին հաղթահարել սարսափելի ողբերգությունը։ Բայց ավելի ուշ որոշ ներկաներ հիշում էին, որ եղբայրների վարքը կարծես չափազանց ցուցադրական լիներ։ Ասես նրանք փորձում էին համոզել շրջապատին իրենց վշտի մեջ։ Ծնողների մահից մի քանի շաբաթ անց եղբայրները հասանելիություն ստացան ընտանիքի մեծ ֆինանսներին եւ սկսեցին շատ արագ ծախսել դրանք։ Կարճ ժամանակում նրանք կարողացան վատնել մոտ $700,000։ Լայլը գնել էր Porsche 911 եւ 3 Rolex ժամացույց։ Նա նաև ներդրումներ էր արել բիզնեսում գնելով մասնաբաժին արագ սննդի ցանցում։ Էրիկը իր հերթին մեծ գումարներ էր ծախսում թենիսի մարզիչների եւ ճանապարհորդությունների վրա։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը դեռ շարունակում էր ուսումնասիրել Խոսե Մենենդեսի բիզնես կապերը, Live Entertainment-ի ֆինանսական գործերը եւ հնարավոր թշնամիներին։ Քննիչները դեռ համոզված էին, որ գործ ունեն պատվերով սպանության հետ, բայց ժամանակի ընթացքում այդ վարկածը սկսեց ճաքեր տալ։ Չկային ոչ իրական կասկածյալներ, ոչ ապացույցներ, որոնք կհաստատեին մաֆիայի կամ բիզնես հաշվեհարդարի տարբերակները։ Փոխարենը քննիչների ուշադրությունը ավելի ու ավելի էր կենտրոնանում հենց եղբայրների վրա։ Ժամանակի ընթացքում ոստիկանության մոտ սկսեցին կուտակվել անուղղակի կասկածներ, որոնք աստիճանաբար փոխում էին քննության ուղղությունը։ Քննիչները նկատեցին, որ սպանությունից հետո Լայլն ու Էրիկը ոչ միայն շատ արագ սկսեցին ծախսել ժառանգության գումարները, այլ նաև ակտիվորեն հետաքրքրվում էին հոր կյանքի ապահովագրության պայմանագրով ու կտակով։ Ավելի ուշ պարզվեց, որ եղբայրները փորձել էին կոտրել համակարգչի կոդը, որտեղ պահվում էր նրանց հոր կտակի վերջին խմբագրված տարբերակը։ Բացի այդ, ոստիկանությունը սկսեց նկատել հակասություններ եղբայրների ցուցմունքներում։ Այդ ամենը դեռ ուղիղ ապացույցներ չէին, բայց արդեն բավական էին, որպեսզի քննիչները կասկածեին եղբայրներին։ 1989 թվականի վերջում քննության ներսում արդեն հնչում էր մի հարց, որը մի քանի ամիս առաջ անհեթեթություն կթվար։ Միգուցե քննությունը ի սկզբանե սխալ ճանապարհով էր գնացել։ Do you still think about the night of the murder? Every day. You both do? Իրավիճակը սկսում է փոխվել բոլորովին անսպասելի ձևով։ Սպանությունից մի քանի ամիս անց Էրիկ Մենենդեսը սկսում է այցելել հոգեթերապևտ Ջերոմ Օզիելին։ Օզիելը պնդում էր, որ Էրիկը ծնողների մահից հետո ծանր էմոցիոնալ վիճակում էր գտնվում։ Սակայն շատ շուտով այս պատմության մեջ հայտնվում է եւս մեկ մարդ՝ Օզիելի սիրուհին, Ջադալոն Սմիթը։ Հետագայում հենց նա է դառնալու ամբողջ քննության առանցքային դեմքերից մեկը։ Ջադալոն Սմիթի խոսքերով մի օր Օզիելը նրան պատմել էր Մենենդես եղբայրների մասին չափազանց վտանգավոր տեղեկություն։ Ավելի ուշ Սմիթը պնդում էր, որ հոգեթերապևտը վախեցած էր եւ ասում էր, թե եղբայրները կարող են վտանգ ներկայացնել։ Սեանսներից մեկի ժամանակ Օզիելը սիրուհուն նստեցնում է սպասասրահում որպես հաջորդ պացիենտ։ Սմիթը դրան ետևից լսում է խոսակցությունը եւ իմանում կարեւոր տեղեկություններ։ Eric said that he entered the room first, and I believe that he was shooting at his father, and then Lyle followed after him, and basically, quote, Lyle finished off the job. Այս տեղեկությունները մնում են գաղտնի մինչև այն պահը, երբ Օզիելի եւ Սմիթի հարաբերությունները սկսում են վատանալ։ Հոգեթերապևտի հետ հարաբերությունների խզումից հետո Ջադալոն Սմիթը դիմում է Լոս Անջելեսի ոստիկանություն եւ հայտնում, որ դոկտոր Օզիելը տեղեկություն ունի, որն անմիջականորեն կապված է Մենենդեսների ընտանիքի սպանության հետ։ Քննության համար սա իսկական շոկ էր։ Սմիթի հայտարարությունից հետո դետեկտիվները սկսում են ստուգել հոգեթերապևտի եւ Էրիկ Մենենդեսի կապերի մասին տեղեկությունները։ Հետագա ստուգումների ընթացքում պարզվում է, որ Օզիելը իր հիվանդների հետ որոշ զրույցներ ձայնագրում էր աուդիո ժապավենների վրա։ Ավելի ուշ քննությունը կհաստատի, որ այդ ձայնագրություններում քննարկվել էին Խոսե եւ Քիթի Մենենդեսների սպանությունները։ Well, I definitely had different kind of relationships. I had parents in different
հենց այստեղ էլ քննությունն առաջին անգամ կտրուկ փոխում է իր ուղղությունը։ Քննիչները սկսում են Մենենդես եղբայրներին դիտարկել որպես հնարավոր կասկածյալներ։ Խնդիրն այն էր, որ Մենենդես եղբայրների խոսակցությունները Օզիելի հետ համարվում էին բժշկական գաղտնիք, եւ օրենքի տեսանկյունից դրանք հեշտ չէր օգտագործել դատարանում։ Դրա պատճառով քննիչների, փաստաբանների եւ դատարանի միջև սկսվում է երկար իրավական պայքար։ Կարելի է արդյոք հոգեթերապևտի ձայնագրությունները դարձնել ապացույց, թե ոչ։ Չնայած դրան ոստիկանությունը աստիճանաբար հասանելիություն է ստանում Օզիելի նյութերի մի մասին։ Քննիչների համար սա շրջադարձային պահ էր, որովհետև առաջին անգամ գործի մեջ հայտնվում էր տեղեկություն, որը ոչ թե անուղղակի կասկած էր, այլ արդեն կապում էր Լայլ եւ Էրիկ Մենենդեսներին ծնողների սպանության հետ։ 1990 թվականի մարտին ոստիկանությունը ձերբակալում է Լայլ Մենենդեսին։ Այդ ժամանակ Էրիկը Իսրայելում էր, թենիսի մրցաշարի մասնակցելիս։ Եղբոր ձերբակալությունից հետո նա վերադառնում է ԱՄՆ, որտեղ նույնպես կալանավորվում է։ Ամերիկայի համար սա մեծ շոկ էր։ Մի քանի ամիս ամբողջ երկիրը հետևում էր հարուստ ու հաջողակ ընտանիքի ողբերգությանը, կարծելով, թե նրանք դարձել են դաժան հանցագործության զոհ։ Բայց հիմա գլխավոր կասկածյալները հենց այդ ընտանիքի երկու որդիներն էին։ Մենենդես եղբայրների ձերբակալությունից հետո քննությունն առաջին անգամ սկսում է մանրամասն ուսումնասիրել ընտանիքի կյանքը մինչև 1989 թվականի օգոստոսը, եւ հենց այս փուլում գործը եւս մեկ անգամ կտրուկ փոխվում է։ Երբ սկսվեց դատավարության նախապատրաստությունը, Լայլի եւ Էրիկի պաշտպանները սկսեցին ուսումնասիրել ընտանիքի ներքին կյանքը։ Աստիճանաբար պաշտպանները սկսում էին հավաքել վկայություններ, որոնք բացում էին ընտանիքին լրիվ այլ կողմից։ Ըստ եղբայրների, փակ դռների հետևում տարիներ շարունակ եղել էին խիստ մշտական վախ, վերահսկողություն, հոգեբանական ճնշում եւ սեռական բռնություն, որի մասին դրսում ոչ ոք չգիտեր։ These parents were like nightmare parents, your worst notion of parenting. Հոգեթերապևտների եւ իրավաբանների հետ զրույցների ընթացքում եղբայրները պատմում են, որ տարիներ շարունակ ենթարկվել են սեռական բռնության, սեփական հոր կողմից։ Էրիկ Մենենդեսի խոսքերով բռնությունը սկսվել էր դեռ մանկության տարիներին։ Ավելի ուշ նմանատիպ հայտարարություններ անում է նաև Լայլը։ You were not able to tell your psychologist that your father had abused you? Unless you've been molested, you can't realize how hard it is to tell. Because of shame? Because of shame. Քննության եւ հասարակության համար սա շոկ էր։ Մինչ այդ պահը պատմությունը թվում էր որպես հարուստ ժառանգների գործ, որոնք սպանել էին ծնողներին փողի համար։ Այժմ քննության ներսում հայտնվում էր բազմամյա ընտանեկան բռնության թեման, որի մասին նախկինում ոչ ոք հրապարակայնորեն չէր խոսել։ Զուգահեռաբար պաշտպանությունը սկսում է փնտրել մարդկանց, որոնք հնարավոր է տեղյակ էին ընտանիքի ներսում տարօրինակ փոխհարաբերություններից։ Գործում հայտնվում են ընկերների եւ բարեկամների ցուցմունքներ, որոնք տարիներ առաջ լսել էին եղբայրների խոստովանությունները կամ նկատել ընտանիքի ներսում տարօրինակ բաներ։ Եղբայրների զարմիկ Էնդի Կանոն պատմում էր, որ Էրիկը դեռ մանկության տարիներին իրեն խոստովանել էր հոր կողմից իրականացվող բռնության մասին։ Ընտանիքի որոշ անդամներ նաև հայտարարում էին, որ Մենենդեսների տանը գոյություն ունեին տարօրինակ կանոններ։ Երբ Խոսե Մենենդեսը որդիներից մեկի հետ փակվում էր ննջարանում, մյուսներին արգելվում էր նույնիսկ մոտենալ այդ հատվածին։ Փաստաբանները առանձին ուշադրություն էին դարձնում նաև Քիթի Մենենդեսին։ Պաշտպանության վարկածով նա տեղյակ է եղել բռնության մասին, սակայն տարիներ շարունակ չի միջամտել։ Աստիճանաբար Մենենդեսների ընտանիքի պատմությունը սկսում է բոլորովին այլ կերպ ընկալվել։ Հարստության, հաջողակ կարիերայի եւ Beverly Hills-ի շքեղ կյանքի ետևում սկսում է երևալ դառը իրականությունը։ Եվ հենց այդ պահից սկսած Մենենդեսների գործը դադարում է լինել պարզապես կրկնակի սպանության քննություն։ Այն դառնում է պատմություն, որտեղ անհնար էր հստակ սահման գծել զոհերի եւ հանցագործների միջև։ Մենենդես եղբայրների դատավարությունը սկսվեց 1993 թվականին եւ շատ արագ դարձավ 90-ականների Ամերիկայի ամենաքննարկվող ու ամենաաղմկահարույց դատական գործընթացներից մեկը։
Դատական նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում, խոշորագույն լրատվամիջոցներն ամեն օր քննարկում էին այն, իսկ գործն աստիճանաբար դառնում էր ազգային մոլուցք։ Դատախազության համար սա պատմություն էր սառնասրտորեն ծրագրված սպանության մասին, մեծ փողերի եւ ժառանգության համար։ Մեղադրող կողմը պնդում էր, որ Լայելն ու Էրիկը նախապես ծրագրել էին հանցագործությունը։ Սան Դիեգոյում գնել էին որսորդական հրացաններ իրենց ընկերոջ փաստաթղթերով, ստեղծել ալիբի, իսկ սպանությունից հետո սկսել ակտիվորեն ծախսել ընտանիքի փողերը։ Դատախազները կենտրոնանում էին գործի ֆինանսական կողմի վրա, վերլուծելով սպանությունից հետո եղբայրների ծախսերը, նրանց վարքը, զենքը թաքցնելու փորձերը եւ ցուցմունքների հակասությունները։ Մեղադրող կողմը փորձում էր համոզել երդվյալներին, որ բռնության մասին պատմությունները հայտնվել էին միայն ձերբակալությունից հետո եւ դարձել էին պաշտպանության հիմնական ռազմավարությունը։ Սակայն պաշտպանությունը գործընթացը կառուցում է բոլորովին այլ կերպ։ Պաշտպանության գլխավոր դեմքը դառնում է փաստաբան Լեսլի Աբրամսոնը, ով վերածվում է ամբողջ դատավարության կենտրոնական կերպարներից մեկին։ Աբրամսոնը ագրեսիվ կերպով հարձակվում էր դատախազության վրա եւ փորձում համոզել երդվյալներին, որ եղբայրները տարիներ շարունակ ապրել են վախի եւ հոգեբանական ահաբեկման մթնոլորտում։ Դատավարության ընթացքում Լայելն ու Էրիկը տալիս էին ժամեր տևող էմոցիոնալ ցուցմունքներ։ Ամերիկյան հեռուստատեսության համար սա իսկական ֆենոմեն էր։ Միլիոնավոր մարդիկ հետևում էին, թե ինչպես երկու երիտասարդ տղա մանրամասն պատմում են սեռական բռնության, հոր հանդեպ ունեցած վախի եւ Մենենդեսների տան ներսում տիրող մթնոլորտի մասին։ Նույնիսկ այդ ժամանակվա նախագահ Քլինթոնը հետագայում հայտնել է, որ հետևել է այդ գործի հեռուստատեսային հեռարձակումներին։ 90-ականների սկզբի համար նման թեման աննախադեպ էր, հատկապես որովհետև խոսքը տղաների նկատմամբ բռնության մասին էր։ Շատ արագ ամերիկյան հասարակությունը բաժանվում է երկու ճամբարի։ Ոմանք եղբայրներին ընկալում էին որպես մանիպուլատորներ, որոնք փորձում էին խուսափել պատժից նախապես ծրագրված սպանության համար։ Մյուսները կարծում էին, որ Մենենդեսների պատմությունը դարձավ հազվադեպ հրապարակային օրինակ, թե ինչպես ընտանեկան բռնության զոհերը կարող են տարիներով թաքցնել կատարվողը, նույնիսկ արտաքուստ իդեալական ընտանիքի ներսում։ Դատավարության ընթացքում Ամերիկայում սկսեցին ակտիվ քննարկել ոչ միայն հենց սպանությունը, այլ նաև թեմաներ, որոնց մասին նախկինում հազվադեպ էին խոսում հրապարակայնորեն՝ ընտանեկան բռնություն, հոգեբանական տրավմա, տղամարդկանց նկատմամբ բռնություն եւ ինքնապաշտպանության սահմաններ։ 1994 թվականի հունվարին առաջին դատավարությունն ավարտվում է առանց վերջնական վճռի։ Երդվյալ ատենակալները չեն կարողանում գալ միասնական որոշման եւ դատական պրոցեսը հայտարարվում է անվավեր։ Դատախազությունը գրեթե անմիջապես սկսում է պատրաստվել երկրորդ դատին։ Երկրորդ դատավարության ընթացքում դատարանը զգալիորեն սահմանափակեց պաշտպանության հնարավորությունները։ Սեռական բռնության եւ եղբայրների հոգեբանական վիճակի հետ կապված բազմաթիվ նյութեր ու էմոցիոնալ ցուցմունքներ, որոնք ներկայացվել էին առաջին դատավարության ժամանակ, երկրորդում արդեն ամբողջությամբ չէին թույլատրվում։ Բացի այդ, դատավորը փաստացի վերացրեց միջանկյալ դատավճռի հնարավորությունը։ Երդվյալ ատենակալները պետք է կամ ամբողջությամբ արդարացնեին եղբայրներին, կամ նրանց մեղավոր ճանաչեին կանխամտածված սպանության մեջ, ինչը փոխեց ամբողջ դատավարությունը։ Եթե առաջին դատավարությունը մեծ մասամբ վերածվել էր ընտանեկան բռնության եւ տրավմայի մասին հրապարակային վեճի, ապա երկրորդ դատում դատախազությունը փորձում էր ամեն ինչ վերադարձնել սկզբնական վարկածին, նախապես ծրագրված, կանխամտածված սպանություն։ Մեղադրանքը կրկին կենտրոնանում է որսորդական հրացանների գնման, կեղծ փաստաթղթերի, ապացույցներ թաքցնելու փորձերի եւ ծնողների մահից հետո եղբայրների վարքի վրա։ Պաշտպանության համար զգալիորեն ավելի դժվար էր նույն կերպ էմոցիոնալ ազդեցություն ունենալ երդվյալների վրա, ինչպես առաջին դատավարության ընթացքում։ 1996 թվականին Լայել եւ Էրիկ Մենենդեսները մեղավոր են ճանաչվում առաջին աստիճանի սպանության մեջ։ Դատարանը երկուսին էլ դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատավճիռը փակեց դատարանի գործը, բայց չփակեց այն հարցերը, որոնց շուրջ Ամերիկան շարունակում է վիճել մինչ օրս։ Դատավճռից հետո Լայելն ու Էրիկը տեղափոխվում են Կալիֆոռնիայի տարբեր բանտեր, եւ երկար տարիներ Մենենդես եղբայրների գործը մնում էր որպես 90-ականների ամենասկանդալային քրեական պատմություններից մեկը։ Սակայն ժամանակի ընթացքում հասարակության վերաբերմունքը սկսում է փոխվել։
2000-ականներին եւ հատկապես 2010-ականներին ԱՄՆ-ում ավելի հաճախ սկսեցին խոսել ընտանեկան բռնության, հոգեբանական տրավմայի եւ մանկական բռնության հետևանքների մասին։ Այնինչ 90-ականների սկզբին շատերը կասկածանքով էին ընդունում կամ պարզապես անտեսում, աստիճանաբար դարձավ լայն հասարակական քննարկման թեմա։ Եվ հենց այդ ֆոնի վրա Մենենդես եղբայրների պատմությունը նորից վերադարձավ ամերիկյան մեդիայի ուշադրության կենտրոն։ Սոցիալական ցանցերի եւ true crime կոնտենտի տարածումից հետո Մենենդեսների պատմությունը ստանում է հանրային հետաքրքրության նոր ալիք։ Netflix-ը նկարահանում է 2 նոր նախագիծ, իսկ ինտերնետում աստիճանաբար ձևավորվում է մարդկանց մեծ համայնք, որոնք վստահ են, որ հասարակությունն ու այն ժամանակվա դատարանը թերագնահատել էին ընտանիքի ներսում տարիներով շարունակված բռնության թեման։ Ժամանակի ընթացքում այս պատմությանը սկսում են անդրադառնալ նաև հայտնի դեմքեր։ Քիմ Քարդաշյանը հրապարակայնորեն խոսում է Մենենդես եղբայրների գործի մասին եւ աջակցում նրանց հնարավոր վերադատավարության թեմային։ Նրա հայտարարություններից հետո գործը կրկին հայտնվում է ամերիկյան մեդիայի կենտրոնում, իսկ սոցիալական ցանցերում վեճերը նոր ուժով են սկսում շրջանառվել։ Իրավիճակը կտրուկ փոխվում է 2023 թվականին։ Menudo խմբի նախկին անդամ Ռոյ Ռոսեյլոն հրապարակայնորեն հայտարարում է, որ դեռ պատանեկության տարիներին նույնպես ենթարկվել է սեռական բռնության Խոսե Մենենդեսի կողմից եւ վերջինս աշխատում էր երաժշտական ոլորտում։ Դրանից հետո եղբայրների փաստաբանները սկսում են պահանջել դատավճռի վերանայում, հղում անելով նոր հանգամանքների եւ բռնության թեմայի վրա։ 2025 թվականին Լայլի եւ Էրիկի փաստաբանները ներկայացնում են պատժի վերանայման նոր միջնորդություններ։ Այդ պահին եղբայրներն արդեն ավելի քան 30 տարի անցկացրել էին բանտում։ Այդ ընթացքում նրանք կրթություն էին ստացել, մասնակցել բանտային ծրագրերի եւ բազմիցս հայտարարել, որ զղջում են ծնողների սպանության համար։ 2025 թվականին Լոս Անջելեսի դատարանը որոշում է վերանայել դատավճիռը։ Լայլ եւ Էրիկ Մենենդեսների պատիժը փոխվում է, հնարավորություն է ստեղծվում դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Սակայն արդեն նույն տարվա ընթացքում հատուկ հանձնաժողովը մերժում է նրանց ազատ արձակման դիմումները եւ եղբայրները շարունակում են մնալ բանտում։ Ոմանց համար այս որոշումը դարձավ նշան, որ ամերիկյան հասարակությունը սկսել է այլ կերպ նայել տրավմայի եւ բռնության թեմաներին։ Մյուսների համար վտանգավոր ազդանշան, որ տասնամյակներ անց մարդիկ փորձում են վերաիմաստավորել դաժան կրկնակի սպանությունը, բայց ամենակարևորը ուրիշ բան է։ Ավելի քան 30 տարի անց Ամերիկան դեռ չի կարող վերջնականապես համաձայնության գալ, թե իրականում ովքեր էին Մենենդես եղբայրները։ Սառնասիրտ մարդասպաններ, որոնք փողի համար գնդակահարեցին սեփական ծնողներին, թե մարդիկ, որոնք մեծացել էին այնքան կործանարար ընտանեկան համակարգի ներսում, որ ինչ որ պահի բռնությունը ծնեց ավելի մեծ բռնություն։ What specifically would you like to do if you get out? What are your goals? Well, my first goal is to reconnect with a family and be with family. I have a wife that stood by me for 25 years, and she deserves me home, a daughter, and my extended family. Մենենդես եղբայրների պատմությունը միակը չէ։ Ամերիկան տեսել է նաև ավելի դաժան հանցագործություններ, բայց հենց այս գործն է մինչ օրս այսքան վեճեր առաջացնում մեկ պարզ պատճառով։ Այստեղ գրեթե անհնար է գտնել էմոցիոնալ առումով հարմար կողմ։ Մի կողմից երկու երիտասարդ տղաներ, որոնք վերցրել են որսորդական հրացաններ եւ սեփական տան հյուրասենյակում գնդակահարել իրենց ծնողներին։ Սա փաստ է։ Մյուս կողմից ընտանիքի պատմություն, որի ներսում հնարավոր է տարիներ շարունակ գոյություն են ունեցել վախ, սեռական բռնություն եւ հոգեբանական ճնշում։ Եվ սա նույնպես այս պատմության մի մասն է։ Այս պատմությունը կոտրում է հասարակության համար սովորական տրամաբանությունը, որտեղ միշտ կա հստակ բաժանում զոհերի եւ հանցագործների միջև։ 90-ականների Ամերիկան ուզում էր տեսնել կամ երկու հրեշների, որոնք փողի համար սպանել էին իրենց ծնողներին, կամ երկու զոհերի, որոնց կոտրել էր տարիներով շարունակվող բռնությունը, բայց Մենենդեսների գործը երբեք այդքան պարզ չեղավ։ Տարիներ անց Էրիկ Մենենդեսը մի հարցազրույցում ասում է. «Ես մինչ օրս կարոտում եմ մայրիկիս։ Եթե կարողանայի ամեն ինչ հետ բերել, ես կգրկեի նրան ու կասեի, թե որքան շատ եմ սիրում»։ Երբ լսում ես այս խոսքերը, ուզում ես հավատալ նրան, թե քեզ թվում է, որ սա ընդամենը մարդասպանի հերթական փորձն է փոխելու սեփական պատմությունը։
Նույնիսկ 3 տասնամյակ անց այս պատմությունը մարդկանց չի տալիս հստակ պատասխան։ Միայն անհարմար հարցեր, որոնց շուրջ վեճերը դեռ չեն ավարտվել։